Ինչպես ներել նրան, ով եկել է ոչնչացնելու քո հոր թողած վերջին ժառանգությունը։ Պատկերացրեք մի տեսարան. գիշեր, բուլդոզերի լույսերը կուրացնում են, իսկ դուք տեսնում եք, թե ինչպես է ձեր հոր ձեռքով կերտված վերջին խաչքարը փշրվում ցեխի մեջ։ Ձեր արհեստանոցի պատերը, որտեղ դարեր շարունակ աղոթք է հնչել, փլվում են։ Իսկ մարդը, ով հրամայում է այս ամենը, կանգնած է հեռվում ու ժպտում է։ Սա ֆիլմի սցենար չէ, սա Գևորգ Վարպետի իրականությունն է, մի մարդու, ում հավատքը ենթարկվում է անհնարին փորձության։ Այս պատմության մեջ մենք կտեսնենք, թե ինչպես է Քրիստոսի ամենադժվարին պատվիրանը՝ «Սիրիր թշնամուդ», դառնում ոչ թե թուլության, այլ ամենաուժեղ զենքի նշան։ Բայց ամենակարևորը, դուք կիմանաք այն մեկ անսպասելի քայլի մասին, որ Գևորգն արեց, մի գործողություն, որը ոչ միայն կանգնեցրեց բուլդոզերը, այլև ստիպեց նրա թշնամուն դողալ ոչ թե վախից, այլ ամոթից։ Պատրաստ եք տեսնել, թե ինչպես է խոնարհությունը հաղթում ամենահզոր բռնությանը։ Բաժանորդագրվեք հիմա և մեկնաբանություններում գրեք ձեր քաղաքի անունը, եկեք տեսնենք, թե քանիսն ենք մենք։ Քարի փոշու բույրը, որ խառնվել էր խնկի ու չորացած անթառամների հոտին, Գևորգի համար կյանքի բույրն էր։ Նրա խաչքարագործական արհեստանոցը, որը գտնվում էր Երևանի հին թաղամասերից մեկի սրտում, ավելին էր, քան պարսպատես աշխատատեղ։ Այն սրբավայր էր, որտեղ իր պապը, իսկ հետո նաև հայրը, տուֆի ու բազալտի մեջ կյանք էին կերտել, քարե աղոթքներ ստեղծելով Աստծո համար։ 40-ամյա Գևորգը ժամանակից շուտ սպիտակած մազերով և քարի հետ աշխատանքից կոշտացած ձեռքերով այդ առավոտ աշխատում էր մի բարդ զարդանախշի վրա։ Յուրաքանչյուր հարված մուրճով ճշգրիտ էր, յուրաքանչյուր շարժում սերունդների իմաստությամբ լի։ Նրա երիտասարդ աշակերտը, 18-ամյա Լևոնը, լուռ հետևում էր, փորձելով յուրացնել վարպետության գաղտնիքները։ Հանկարծ արհեստանոցի հին ճռճռան դուռը բացվեց, և ներս մտավ փոստատարը, ձեռքին պաշտոնական տեսքով մի ծրար։ «Վարպետ Գևորգ, ստորագրեք խնդրեմ, ծանուցագիր է», ասաց նա անհանգիստ ձայնով։ Գևորգը վերցրեց թուղթը և երբ կարդաց առաջին տողերը, մուրճը դուրս սահեց նրա թուլացած մատների միջից ու զնգոցով ընկավ քարե հատակին։ Լևոնը վախեցած նայեց նրան։ Վարպետի դեմքը քարից ավելի գունատ էր դարձել։ Թղթի վրա գրված էր, որ իր արհեստանոցի տարածքը, որը պատկանում էր իր ընտանիքին ավելի քան 100 տարի, օտարվել է քաղաքային նոր կառուցապատման ծրագրի շրջանակներում, և այն պետք է քանդվի, տեղը զիջելով բազմահարկ բիզնես կենտրոնի։ Մեկ ժամ անց արհեստանոցի դիմաց կանգ առավ սև փայլուն ամենագնաց, որից դուրս եկավ թանկարժեք կոստյումով մի տղամարդ՝ Տիգրանը, շինարարական ընկերության տնօրենը։ Նրա կողքին կանգնած էին երկու հաղթանդամ թիկնապահներ։ Տիգրանը քամահրական հայացքով շուրջը նայեց, կանգ առնելով կիսատ թողնված խաչքարերի վրա։ «Սա է այն հայտնի արհեստանոցը», ասաց նա, ձայնի մեջ չթաքցված հեգնանքով։ «Լսիր, վարպետ, եկել եմ, որ իրար լավ հասկանանք։ Ժամանակը փող է, իսկ ձեր այս քարերը անցյալի մնացորդներ»։ Գևորգը կանգնած էր արհեստանոցի շեմին, նրա մարմինը պատնեշի պես փակել էր մուտքը։ «Այս քարերը իմ պապերի հոգին են կրում», խռպոտ ձայնով պատասխանեց նա։ «Այս հողի վրա աղոթք է արվել, այստեղից դուք ինձ ողջ չեք հանի»։ Տիգրանը ծիծաղեց։ «Մի դրամատիզացրու, ես քեզ լավ փոխհատուցում կառաջարկեմ, կգնաս, քեզ համար ավելի լավ տեղ կգտնես, քաղաքը պետք է զարգանա, իսկ այս հին փլատակները խանգարում են»։ Նա ձեռքով ցույց տվեց հոր կողմից կերտված վերջին խաչքարը, որը կանգնած էր բակի կենտրոնում։ «Օրինակ, այս քարի տեղում իմ նոր շենքի շատրվանն է լինելու, գեղեցիկ տեսարան կբացվի»։ Գևորգը բռունցքները այնպես սեղմեց, որ եղունգները խռվեցին ափի մեջ։ Նրա հայացքում այնպիսի սառը կրակ վառվեց, որ Տիգրանի թիկնապահներն անգամ մի պահ ակամայից հետ քաշվեցին։ «Դուք և ձեր փողերը դուրս եկեք այս սուրբ վայրից», շշնջաց նա, «քանի դեռ ես ձեզ չեմ դուրս շպրտել»։ Գևորգը հոգին բորբոքված քայլում էր դեպի Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցի։ Նա գիտեր, որ միայն հայր Արսենը կարող է իրեն հանգստացնել։ Քահանան, իմաստուն ու խաղաղ հայացքով մի մարդ, նրան դիմավորեց եկեղեցու բակում, հին թթենու տակ։ Գևորգը առանց նախաբանի պատմեց ամեն ինչ, ծանուցագրի, Տիգրանի այցի և իր սրտում եռացող ատելության մասին։ «Ես պատրաստ եմ ամեն ինչ, հայր Սուրբ, ես թույլ չեմ տա, որ նրանք պղծեն իմ հոր հիշատակը։ Եթե պետք լինի, ձեռքս զենք կվերցնեմ», ասաց նա, ձայնը դողում էր զայրույթից։ Հայր Արսենը երկար լռեց, նայելով Գևորգի բռունցքված ձեռքերին, ապա հանգիստ ձայնով հարցրեց. «Գևորգ, հիշո՞ւմ ես Տիրոջ խոսքերը լեռան քարոզից. Ես ձեզ ասում եմ, սիրեցեք ձեր թշնամիներին, օրհնեցեք ձեզ անիծողներին, բարիք արեք ձեզ ատողներին և աղոթեք նրանց համար, ովքեր ձեզ հալածում են»։ Գևորգը կտրուկ գլուխը բարձրացրեց։
Սիրել այդ մարդուն, որ ուզում է իմ հոր գերեզմանի վրա հյուրանոց կառուցել։ Տեր հայր, դա անհնար է, դա մարդկային ուժերից վեր է։ Ճիշտ ես, որդիս, պատասխանեց քահանան, դա մարդկային ուժերից վեր է, բայց Աստծո համար անհնարին ոչինչ չկա։ Քրիստոս մեզանից չի պահանջում զգացմունքներ, նա պահանջում է գործողություն։ Աղոթիր նրա հոգու փրկության համար։ Գուցե քո ատելությունն է այն պատը, որը քեզ խանգարում է տեսնել Աստծո ծրագիրը։ Գևորգը լսում էր, բայց չէր ընկալում։ Խոսքերը ճիշտ էին, բայց իր սիրտը մերժում էր դրանք։ Նա ուզում էր արդարություն, պատիժ, ոչ թե ներում։ Հաջորդ առավոտ, երբ Գևորգը մոտեցավ արհեստանոցին, սիրտը սեղմվեց։ 3 հոգի, չափագրողներ, եռոտանիներով եւ ժապավեններով արդեն աշխատում էին նրա բակում։ Նրանց գլխավորում էր Տիգրանի օգնականը, մի երիտասարդ, որի դեմքին ինքնավստահ ժպիտ էր։ Հարևանները, Անահիտ տատիկը, Կոշկակար Մկրտիչը եւ մի քանի ուրիշներ հավաքվել էին դարպասի մոտ, անհանգիստ շշնջալով։ Գևորգ ջան, էս ինչ է կատարվում, այս անաստվածները եկել մեր հողն են չափում, բղավեց Անահիտ տատիկը։ Գևորգը աշկերը չկտրելով չափագրողներից մոտեցավ նրանց։ Ինչ իրավունքով եք մտել իմ սեփական տարածք, հարցրեց նա, փորձելով ձայնը հանգիստ պահել։ Տիգրանի օգնականը քմծիծաղ տվեց։ Մենք բոլոր թույլտվություններն ունենք, սա այլևս ձեր տարածքը չէ, սա պարոն Տիգրանի ապագաշին հրապարակն է, խնդրում եմ մի խանգարեք։ Եվ այդ պահին չափագրողներից մեկը փայտե ցիցը խրեց հողի մեջ ուղիղ Գևորգի հոր կերտած խաչքարի կողքին։ Այդ փոքրիկ փայտե ցիցը վերջին կաթիլը եղավ։ Գևորգի աչքերի առաջ մթնեց։ Նա մոռացավ հայր Արսենի խորհուրդը, մոռացավ աղոթքի մասին։ Նրա մեջ արթնացավ միայն վիրավորված որդու եւ իր սրբությունը պաշտպանող տղամարդու կույր զայրույթը։ Նա մի քայլ առաջ արեց, պատրաստ ջարդ ու փշուր անելու եւ ցիցը, եւ այն մարդկանց, ովքեր համարձակվել էին ոտք դնել իր հողի վրա։ Հենց այն պահին, երբ Գևորգի բազուկը լարվեց հարվածի համար, նրա ուսին դրվեց մի փափուկ, բայց ամուր ձեռք։ Դա Կոշկակար Մկրտիչն էր, 70-անց մի ծերունի, ում աչքերում դարերի իմաստնություն կար։ Հանգստացիր, տղաս, հանգստացիր, շշնջաց նա։ Զայրույթով ոչինչ չես լուծի, սրանք հենց դրան են սպասում, որ սխալ քայլ անես։ Գևորգը շնչասպառ շրջվեց նայելով ծերունուն, հետո հարևաններին, ում դեմքերին վախն ու անզորությունն էին դրոշմված։ Նրա զայրույթը մի պահ տեղի տվեց թափությանը։ Նա հասկացավ, որ բռնությունը միայն կբարդացնի իրավիճակը եւ Տիգրանին կտա այն առիթը, որը նա փնտրում էր, իրեն ներկայացնելու որպես խուլիգան եւ օրինախախտ։ Խորը շունչ քաշելով նա հետ քայլեց։ Նա նայեց Տիգրանի օգնականին, հայացքը սառը եւ վճռական։ «Հեռացեք այստեղից», ասաց նա հանգիստ, բայց պողպատե ձայնով։ «Դուք իմ մասնավոր սեփականության տարածքում եք առանց իմ թույլտվության։ Ես հիմա զանգում եմ ոստիկանություն»։ Երիտասարդը մի պահ շփոթվեց Գևորգի անսպասելի հանգստությունից։ Նա սպասում էր բղավոցների, կռվի, բայց ոչ սառը տրամաբանության։ Մի քանի վայրկյան տատանվելուց հետո նա ձեռքով նշան արեց իր մարդկանց, եւ նրանք, հավաքելով իրենց գործիքները, դանդաղ հեռացան, հետևում թողնելով հողի մեջ խրված փայտե ցիցը որպես գալիք փոթորքի նախանշան։ Այդ երեկո Գևորգի տանը լարված լռություն էր տիրում։ Սեղանին դրված ընթրիքը սառել էր։ Նրա կինը Անահիտը լուռ նստած էր, ձեռքերը ծնկներին դրած, իսկ կրտսեր եղբայրը Արմենը անհամբեր քայլում էր սենյակում։ Արմենը, ի տարբերություն Գևորգի, գործնական եւ տաքարյուն երիտասարդ էր, ով հավատում էր ուժի եւ փողի լեզվին։ «Ես չեմ հասկանում քեզ, Գևորգ», վերջապես պայթեց նա։ «Ինչ ոստիկանություն, ինչ օրենք։ Այդ Տիգրանը գնել է եւ ոստիկանությանը, եւ դատարանին։ Մենք պետք է իր լեզվով խոսենք։ Ես ընկերներ ունեմ, որ կարող են նրա վրա այնպիսի կոմպրոմատ գտնել, որ նա կմոռանա մեր արհեստանոցի ճանապարհը»։ «Ես չեմ հասկանում քեզ, Գևորգ», վերջապես պայթեց նա։ «Ինչ ոստիկանություն, ինչ որենք։ Այդ Տիգրանը գնել է եւ ոստիկանությանը, եւ դատարանին։ Մենք պետք է իր լեզվով խոսենք։ Ես ընկերներ ունեմ, որ կարող են նրա վրա այնպիսի կոմպրոմատ գտնել, որ նա կմոռանա մեր արհեստանոցի ճանապարհը։ Կամ կարելի է մի երկու հոգու վարձել, որ նրան այնպես բացատրեն իրավիճակը, որ այլևս չհամարձակվի մեր կողմը նայել»։ Գևորգը գլուխը բարձրացրեց հնամաշ ավետարանից, որը բացված էր նրա առջև։ «Եվ եթե մենք այդպես վարվենք, ինչով կտարբերվենք նրանից», հարցրեց նա հոգնած ձայնով։ «Մենք չարին չարով պետք է պատասխանենք»։ «Այո», բղավեց Արմենը, «որովհետև այս աշխարհում ուժեղն է ճիշտ, քո աղոթքները չեն կանգնեցնի նրա բուլդոզերները»։ Գևորգը մի պահ աչքերը փակեց, փորձելով զսպել իր զայրույթը։ Նա բացեց ավետարանը եւ սկսեց կարդալ։ «Լսել եք, որ ասվել է.
աչք աչքի փոխարեն եւ ատամ ատամի փոխարեն։ Իսկ ես ձեզ ասում եմ, չարին հակառակ մի կացեք, այլ եթե մեկը քո աջ ծնոթին ապտակ տա, նրան մյուսն էլ դարձրու։ Արմենը զզվանքով ձեռքը թափտվեց։ Հերիք է այդ հեքիաթները պատմես, սա իրական կյանքն է, մինչև դու մյուս թուժ դարձնես, նա արդեն քո գլուխը կջարդի։ Ես չեմ պատրաստվում ձեռքերս ծալած նստել ու նայել, թե ինչպես են քանդում մեր պապերի տունը։ Եթե դու ոչինչ չես անելու, ապա ես կանեմ։ Նա շրխկացնելով փակեց դուռը եւ դուրս եկավ, թողնելով Գևորգին եւ Անահիտին իրենց տանջող մտքերի հետ։ Քրիստոսի խորհուրդը, որը պետք է խաղաղություն բերեր, դարձել էր ընտանիքը պառակտող սուր։ Գիշերվա կեսին Գևորգը չէր կարողանում քնել։ Նա դուրս եկավ բակ, որտեղ լուսնի լույսի տակ արծաթի պես փայլում էր հոր կերտած խաչքարը։ Նա մոտեցավ եւ ձեռքը դրեց քարի սառը նախշազարդ մակերեսին։ Նրա հոգում փոթորիկ էր։ Մի կողմից տիրոջ պատվինանն էր ներել եւ սիրել, մյուս կողմից իր եղբոր խոսքերը, որոնք արձագանքում էին իր սեփական վախերին ու կասկածներին։ Արդյոք հնարավոր է հաղթել չկռվելով։ Արդյոք խոնարհությունը թուլություն չէ։ Նա ծնկի իջավ կաչքարի առաջ, դեմքը թաքցնելով ձեռքերի մեջ։ «Տեր իմ, ինչ անեմ», շշնջաց նա։ «Իմ հավատքը քիչ է, իմ սիրտը լի է ատելությամբ այն մարդու հանդեպ, ով ուզում է այս ամենը խլել ինձանից։ Իմ եղբայրը թիկունք է դարձրել ինձ, ես մենակ եմ։ Ցույց տուր ինձ ճանապարհը, Տեր, սովորեցրու ինձ սիրել այնպես, ինչպես դու ես սիրում»։ Նա երկար մնաց այդ դիրքում լուր աղոթելով, եւ այդ լռության մեջ կարծես թե նրա սրտում մի նոր միտք ծնվեց, մի միտք, որն այնքան անսպասելի ու խենթ էր թվում, որ նա սկզբում վախեցավ դրանից, բայց որքան շատ էր մտածում, այնքան ավելի էր համոզվում, որ դա միակ ճիշտ ճանապարհն է։ Դա մի ճանապարհ էր, որը ոչ Արմենը, ոչ էլ Տիգրանը երբեք չէին հասկանա։ Հաջորդ օրը Գևորգը վերցրեց իր գործիքներից լավագույնները եւ մի փոքր, բայց շատ գեղեցիկ տուֆի կտոր։ Նա դրեց այն արհեստանոցի կենտրոնում եւ սկսեց աշխատել։ Նրա աշակերտը Լևոնը զարմացած նայում էր։ «Վարպետ, ինչ եք անում։ Մենք պետք է մտածենք, թե ինչպես պաշտպանվենք, իսկ դուք նոր խաչքար եք սկսում»։ Գևորգը, չդադարեցնելով աշխատանքը, ժպտաց. «Սա սովորական խաչքար չէ, Լևոն ջան, սա իմ պատասխանն է Տիգրանին, սա իմ աղոթքն է»։ Նա աշխատում էր աննախադեպ ներշնչանքով։ Նրա մուրճի հարվածների տակ քարը կարծես կենդանանում էր, ծածկվելով խաղողի ворթերի, նռների եւ հրեշտակների նուրբ պատկերներով։ Նա քարի մեջ դնում էր իր ողջ ցավը, իր ողջ հույսը եւ այն նորածին սերը, որը պայքարում էր իր սրտում ատելության դեմ։ Նա չգիտեր, թե ինչով կավարտվի այս ամենը, բայց նա գիտեր մի բան. ինքը չի պատասխանի ատելության ատելությամբ։ Նա կպատասխանի այն միակ բանով, որ կարող է՝ ստեղծագործությամբ եւ գեղեցկությամբ։ Նա որոշել էր Տիգրանին նվիրել խաչքար։ 3 օր ու 3 գիշեր Գևորգն աշխատեց, գրեթե առանց քնի ու հացի։ Նրա ձեռքի տակ անշունչ քարը վերածվեց հավատքի մի փոքրիկ, բայց հզոր վկայության։ Երբ խաչքարն ավարտված էր, նա այն զգուշությամբ փաթաթեց սպիտակ կտավի մեջ, հագավ իր կիրակնօրյա լավագույն շորերը եւ ուղևորվեց դեպի քաղաքի կենտրոն, այնտեղ, որտեղ փայլուն ապակուց եւ բետոնից վեր էր խոյանում Տիգրանի կայսրությունը։ Տիգրան մեծ պլազա բիզնես կենտրոնը։ Գևորգի սիրտը թխքթքում էր, ափերը քրտնել էին։ Նա իրեն զգում էր Դավթի պես, որը Գողիաթի դեմ էր գնում, միայն թե պարսատիկի փոխարեն նրա զենքը քարե խաչն էր։ Խարտուղարուհին, մի երիտասարդ աղջիկ, զարմացած նայեց Գևորգի հնամաշ, բայց մաքուր հագուստին։ «Պալոն Տիգրանը զբաղված է», ասաց նա սառը ձայնով։ «Խնդրում եմ փոխանցեք նրան, որ Գևորգ վարպետն է եկել, ես ընդամենը 5 րոպե կխլեմ», համառեց Գևորգը։ Մի քանի րոպե անց նրան թույլ տվեցին։ Տիգրանի աշխատասենյակը հսկայական էր ու շքեղ։ Պատերից կախված էին ժամանակակից նկարիչների վերացական կտավներ։ Տիգրանը նստած էր մահուդե մեծ սեղանի հետևում, ձեռքին սիգար։ Նա նույնիսկ գլուխը չբարձրացրեց։ «Ինչ ես ուզում», հարցրեց նա, թերթելով ինչ-որ փաստաթղթեր։ Գևորգը լուռ մոտեցավ, կտավի մեջ փաթաթված խաչքարը դրեց սեղանին եւ զգուշորեն բացեց։ «Սա ձեզ համար է», ասաց նա հանգիստ ձայնով։ «Ես սա պատրաստել եմ ձեզ համար։ Թող Աստված օրհնի ձեր աշխատանքը եւ լույս տա ձեր ճանապարհին»։ Տիգրանը վերջապես բարձրացրեց հայացքը։ Նա զարմանքով, ապա արհամարանքով նայեց փոքրիկ խաչքարին։ Նա վերցրեց այն, մի պահ պտտեց ձեռքերի մեջ, կարծես գնահատելով դրա շուկայական արժեքը։ Գևորգի սրտում հույսի մի փոքրիկ կայծ թրթրաց։ Գուցե այս գեղեցկությունը կհալեցնի նրա սառցե սիրտը։ Բայց Տիգրանը կանգնեց, անփութորեն մոտեցավ սենյակի անկյունում դրված աղբամանին եւ առանց մի խոսք ասելու խաչքարը նետեց մեջը։ Քարի, մետաղին դիպչելու չոր ձայնը որոտի պես հնչեց լուռ սենյակում։
Ինձ քո քարերը պետք չեն, ասաց Տիգրանը, շրջվելով դեպի Գևորգը, դեմքին չար ժպիտ։ Ինձ քո հողն է պետք։ Դու ունես 1 շաբաթ ժամանակ, որպեսզի հավաքես քո խաղալիքները եւ մաքրես տարածքը։ Հակառակ դեպքում իմ բուլդոզերները դա կանեն քո փոխարեն, իսկ հիմա հեռացիր, ես գործ ունեմ։ Գևորգը կանգնած էր քարացած, ցավը, նվաստացումը եւ հուսահատությունը միախառնվել էին, ստեղծելով մի պայթուցիկ խառնուրդ։ Նա զգում էր, թե ինչպես է իր երակներով կրկին սկսում հոսել տաք այրող ատելությունը։ Նրա առաջին միամիտ փորձը կիրառելու Քրիստոսի խորհուրդը ավարտվել էր լիակատար ու ստորացուցիչ պարտությամբ։ Նա դանդաղ շրջվեց եւ առանց մի խոսք ասելու դուրս եկավ սենյակից, իր հետևում թողնելով Տիգրանի հաղթական ծիծաղը։ Նրա հոգին ջախջախված էր, իսկ աղբամանում ընկած խաչքարը թվում էր իր սեփական փշրված հավատքի խորհրդանիշը։ Գևորգը թափարում էր Երևանի փողոցներով, չիմանալով ուր գնալ։ Նա չէր կարող տուն վերադառնալ եւ նայել Անահիտի աչքերին, չէր կարող դիմակայել Արմենի հաղթական հայացքին։ Նա իրեն զգում էր լիակատար անհաջողական, եւ որպես տղամարդ, եւ որպես քրիստոնյա։ Ինքնաբերաբար նրա ոտքերը նրան տարան դեպի հայր Արսենի եկեղեցին։ Նա քահանային գտավ մոմավաճառի խցում, որտեղ նա զրուցում էր մի քանի ծխականների հետ, կոշկակար մկրտիչի եւ Անահիտ տատիկի։ Տեսնելով Գևորգի գունատ դեմքն ու հանգած աչքերը, հայր Արսենը անմիջապես հասկացավ, որ ինչ-որ բան այն չէ։ Նա բոլորին խնդրեց իրենց մենակ թողնել։ «Ինչ է պատահել, որդիս», հարցրեց նա, ձեռքը դնելով Գևորգի ուսին։ Գևորգը, կուլ տալով հպարտությունը, պատմեց ամեն ինչ։ Երբ նա վերջացրեց, հայր Արսենը ոչինչ չասաց։ Նա պարզապես նայում էր նրան, խորը կարեկցանքով։ «Ես փորձեցի, հայր Սուրբ», կոտրված ձայնով ասաց Գևորգը։ «Ես արեցի այն, ինչ ասում է ավետարանը։ Ես իմ թշնամուն բարիք արեցի, իսկ նա ոտնատակ տվեց իմ բարությունը, ծիծաղեց իմ հավատքի վրա։ Ուրեմն ինչ իմաստ ունի այս ամենը։ Գուցե Արմենն է ճիշտ, գուցե այս աշխարհը միայն ուժի լեզուն է հասկանում»։ Հայր Արսենը գլխով արեց։ «Ես հասկանում եմ քո ցավը, Գևորգ, դու արեցիր մի շատ դժվար քայլ, բայց դու մի բան սխալ ես հասկացել։ Երբ Քրիստոս ասում է «Սիրեցեք ձեր թշնամիներին», նա չի խոստանում, որ նրանք դրանից հետո կփոխվեն եւ կսկսեն սիրել մեզ։ Նա չի խոստանում, որ մեր խնդիրները կախարդական փայտիկի հարվածով կլուծվեն։ Այդ պատվիրանը տրված է ոչ թե նրանց, այլ մեզ համար։ Գևորգը զարմացած նայեց նրան։ Ինչպես թե մեզ համար։ Սիրելով մեր թշնամուն, մենք առաջին հերթին մեր սեփական հոգին ենք ազատում ատելության թույնից։ Ատելությունը կապանք է, որը մեզ կապում է մեզ վիրավորող մարդուն։ Ներելով եւ սիրելով մենք կտրում ենք այդ կապանքները եւ ազատագրվում։ Քո արածը ձախողում չէր, Գևորգ, դա քո հոգևոր ճանապարհի առաջին քայլն էր։ Դու ցանեցիր սերմը։ Դու չգիտես, թե երբ եւ ինչպես այն կծլի Տիգրանի սրտում։ Գուցե դու երբեք էլ չտեսնես այդ պտուղը, բայց դա կարևոր չէ։ Կարևորն այն է, որ դու հնազանդվեցիր Աստծո կամքին։ Իսկ հիմա պայքարը նոր է սկսվում։ Բայց սա այլևս քո եւ Տիգրանի միջև պայքար չէ, սա բարու եւ չարի պայքար է, եւ դու պետք է ընտրես, թե որ կողմում ես կռվելու՝ Աստծո զենքերով, թե սատանայի։ Այս խոսքերը նոր լույս սփռեցին Գևորգի հոգում։ Նա հասկացավ, որ իր պատկերացումը Քրիստոսի խորհրդի մասին չափազանց պարզունակ էր։ Դա ոչ թե արագ հաղթանակի բանաձև էր, այլ երկար, համբերատար եւ հաճախ անշնորհակալ աշխատանքի ճանապարհ։ Գևորգի վերադարձը եկեղեցուց նոր ուժ էր տվել նրան, բայց նա դեռ չէր պատկերացնում, թե Տիգրան ինչ նոր զենք է պատրաստել իր դեմ։ Մի քանի օր անց, երբ նրա մայրը, տիկին Վարդուհին, գնացել էր մոտակա շուկա, նա բախվեց սառը քարե պատի։ Կանաչեղեն վաճառող Ռուզաննան, ով տասնյակ տարիներ նրա ընկերուհին էր, տեսնելով նրան, հայացքը փախցրեց եւ ձևացրեց, թե զբարված է։ «Ռուզաննա ջան, մի կապ թարխուն կտաս», ժպտալով խնդրեց տիկին Վարդուհին։ Ռուզաննան, առանց նրա կողմը նայելու, կոպիտ պատասխանեց. «Վրես վերջացել է»։ Տիկին Վարդուհին զարմացած նայեց թարխունի փարթամ խրձերին, որոնք դրված էին վաճառասեղանին։ Նա մոտեցավ մսավաճառ Արթուրին, բայց նա էլ ձեռքերը տարածեց, ասելով, թե լավագույն կտորներն արդեն վաճառել է։ Շուտով պարզ դարձավ, որ ամբողջ շոկան դավադրություն է կազմակերպել իր դեմ։ Մարդիկ, ում նա ճանաչում էր մանկուց, ում հետ հաց էր կիսել, այժմ խուսափում էին նրանից, շշնջում էին նրա հետևից։ Վիրավորված եւ շփոթված, նա դատարկ սակառով տուն վերադարձավ։ Սեղանին դրված էր տեղական թերթի այն համարը, որը բացատրում էր ամեն ինչ։ Առաջին էջում մեծ տառերով տպագրված էր մի հոդված՝ խաչքարագործի անունի տակ թաքնվող խաբեբաները վերնագրով։
Հոդվածում, որը ակնհայտորեն պատվիրված էր Տիգրանի կողմից, Գևորգի ընտանիքը ներկայացվում էր որպես հողազավթիչներ, ովքեր տարիներ շարունակ անօրինական կերպով տիրացել են պետական հողին և այժմ խոչընդոտում են քաղաքի զարգացմանը։ Գևորգի պապը ներկայացվում էր որպես խորամանկ գործարար, ոչ թե հավատացյալ վարպետ։ Ամեն մի բառը թույն էր, որը նպատակ ուներ ոչ թե արհեստանոցը, այլ նրանց բարի անունն ու պատիվը։ Տիգրանը պատերազմը տեղափոխել էր նոր դաշտ, հանրային կարծիքի։ Այդ երեկո ընտանեկան ժողովը փոթորկոտ էր։ Արմենը թերթը շպրտեց սեղանին։ «Ահա քո սիրիր թշնամուտ արդյունքը», գոռաց նա Գևորգի վրա։ «Դու նրան խաչքար ես նվիրում, նա քո անունը ցեխի հետ է հավասարեցնում։ Հիմա ինչ ես անելու, աղոթես, որ թերթի խմբագիրը լուսավորվի։ Մեր մայրը այսօր շուկայում նվաստացել է քո պատճառով։ Մարդիկ մեզանից երես են թեքում։ Սա այլևս միայն քո արհեստանոցի հարցը չէ, սա մեր ընտանիքի պատվի հարցն է»։ Տիկին Վարդուհին, ով մինչ այդ լուռ լսում էր, արցունքներն աչքերին խոսեց. «Գևորգ, տղաս, ես հավատում եմ Աստծուն, դու գիտես, բայց մարդիկ չար են, գուցե պետք է փողզիջման գնալ, գուցե պետք է վերցնել այն փոխհատուցումը, որ նա առաջարտում է, և նոր տեղում նոր կյանք սկսել։ Մենք չենք կարող ամբողջ աշխարհի դեմ կռվել։ Նույնիսկ Անահիտը, ով միշտ սատարում էր ամուսնում, տատանվում էր։ Գևորգ, ես քեզ հետ եմ, ինչ էլ որոշես, բայց մտածիր երեխաների մասին, նրանք դպրոց են գնում։ Ինչ կլինի, երբ նրանց դասընկերները սկսեն ծաղրել նրանց, ասելով, որ նրանց պապը գոհ է եղել։ Գևորգը լսում էր նրանց և զգում էր, թե ինչպես են իր շուրջ պատերը փլվում։ Ճնշումը գալիս էր ոչ միայն դրսից, այլև իր սեփական տնից։ Նրա հավատքը, որն արդեն փորձության էր ենթարկվել Տիգրանի կողմից, այժմ ենթարկվում էր ամենադաժան հարձակմանը, իր սիրելիների կասկածների և վախերի կողմից։ Նա հայտնվել էր հոգևոր փակուղում։ Քրիստոսի խորհրդին հետևելը, որը թվում էր այդքան պարզ ու գեղեցիկ, իրական կյանքում վերածվել էր անտանելի բեռի, որը սպառնում էր ոչ միայն իրեն, այլև իր ընտանիքը։ Մի քանի օր անց Գևորգին այցելեց նրանց ծխական համայնքի երեցներից մեկը, պարոն Սարգիսը, ով նաև հաջողակ իրավաբան էր։ Նա եկել էր հայր Արսենի խնդրանքով։ «Գևորգ, եղբայր իմ», սկսեց նա զգուշորեն, «Հայր Սուրբը պատմեց քո իրավիճակի մասին։ Ես հասկանում եմ քո սկզբունքները և հիանում եմ քո հավատքով, բայց երբեմն պետք է լինել իմաստուն, ինչպես օձերը, և միամիտ, ինչպես աղավնիները։ Մենք ապրում ենք ընկած աշխարհում։ Մենք կարող ենք դատի տալ թերթին զրպարտության համար, կարող ենք հակընդդեմ հոդված պատվիրել, մենք կարող ենք օրենքի սահմաններում պայքարել։ Աստված մեզ բանականություն է տվել, որպեսզի օգտագործենք այն։ Միգուցե պետք չէ բառացի հասկանալ Տիրոջ խոսքերը։ Միգուցե մյուս թուշը դարձնելը նշանակում է ոչ թե անգործություն, այլ ավելի խելացի և ռազմավարական պայքար։ Պարոն Սարգսի խոսքերը գայթակիչ էին, դրանք առաջարկում էին մի ճանապարհ, որը թույլ կտար և պահպանել քրիստոնեական դեմքը, և պայքարել աշխարհիկ զենքերով։ Դա փոխզիջում էր, որը գրավիչ էր թվում Գևորգի հոգնած և շփոթված հոգուն։ Նա սկսեց կասկածել. գուցե ինքն է սխալ մեկնաբանում ավետարանը, գուցե իր մոտեցումը ոչ թե հավատքի դրսևորում է, այլ հիմարություն և հպարտություն։ Նա խոստացավ մտածել պարոն Սարգսի առաջարկի շուրջ։ Այդ գիշեր Գևորգը կրկին աղոթում էր արհեստանոցում, բայց այս անգամ նրա աղոթքը տարբեր էր, այն լի էր կասկածներով։ «Տեր, ես շփոթված եմ, ինչ ես ուզում ինձանից։ Ես փորձում եմ հետևել քո խոսքին, բայց ամեն քայլափոխի ավելի մեծ խավարի մեջ եմ ընկնում։ Իմ ընտանիքը տառապում է, իմ անունը պղծված է, իմ ընկերները երես են թեքել ինձանից։ Ես քեզ խնդրեցի ցույց տալ ճանապարհը, բայց ես միայն փակուղի եմ տեսնում։ Արդյոք սա է քո կամքը, որ ես կորցնեմ ամեն ինչ հանուն մի սկզբունքի, որը ոչ ոք չի հասկանում և որը, թվում է, թե չի աշխատում»։ Նա բացեց ավետարանը, և նրա աչքին ընկան Քրիստոսի խոսքերը. «Երանի ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն, և իմ պատճառով ձեր մասին ամեն տեսակ չար բան ստելով ասեն։ Ցնծացեք և ուրախացեք, որովհետև երկնքում ձեր վարձը շատ է»։ Խոսքերը պարզ էին, բայց դրանք ընդունելը աներևակայելի դժվար։ Դա նշանակում էր ընդունել հանրային ամոթը, կրել նախատինքը ոչ թե որպես պատիժ, այլ որպես օրհնություն։ Դա նշանակում էր գնալ մի ճանապարհով, որը հակասում էր մարդկային բանականությանը, հասարակական կարծիքին և նույնիսկ իր սիրելիների խորհուրդներին։ Գևորգը փակեց գիրքը։ Նա դեռ պատասխան չուներ։ Նա միայն գիտեր, որ կանգնած է իր կյանքի ամենակարևոր ընտրության առաջ։ Մեկ շաբաթվա վերջնաժամկետի նախորդ օրը Գևորգը զգում էր, որ հասել է իր տոկունության սահմանագծին։
Ընտանիքի լուր հանդիմանանքը, հարևանների կամահրական հայացքները և սեփական անզորության զգացումը նրան մղում էին դեպի խորը հուսահատություն։ Նա այլևս չէր կարողանում աղոթել, բառերը խեղդվում էին կոկորդում, իսկ երկինքը թվում էր պղնձե ու անթափանց։ Առանց որևէ մեկին զգուշացնելու, վաղ առավոտյան նա դուրս եկավ տնից և ոտքով ուղևորվեց դեպի Գեղարդի վանք։ Նա չգիտեր, թե ինչ է փնտրում այնտեղ, գուցե պարզապես ուզում էր փախչել բոլորից և ամեն ինչից։ Նա պարզապես վերցրեց քարը տղայի ձեռքից, մի պահ նայեց դրան, ապա դանդաղ մոտեցավ մատուռի կիսավեր պատերից մեկին, որտեղից մի քանի քարեր պակասում էին։ Նա զգուշորեն դրեց այդ քարը դատարկ տեղերից մեկում, որպես հիմնաքար։ Այն կատարյալ տեղավորվեց։ Ծերունին շրջվեց, ժպտաց տղային և գլխով արեց, կարծես ասելով, այսպես ավելի լավ է։ Այս պարզ լուր տեսարանը կայծակի պես խոցեց Գևորգի միտքը։ Մի ակնթարթում ամեն ինչ պարզ դարձավ։ Ցնցող պարզությամբ նա հասկացավ Քրիստոսի խորհրդի իրական, խորը իմաստը։ Սիրիր թշնամուդ։ Դա չէր նշանակում պասիվ կերպով հանդուրժել չարիքը։ Դա չէր նշանակում թույլ տալ, որ քեզ ոչնչացնեն։ Դա նաև չէր նշանակում պարզապես բարի խոսքեր ասել կամ նվերներ տալ, սպասելով, որ թշնամիտ կփոխվի։ Ոչ, դա նշանակում էր վերցնել այն չարիքի էներգիան, այն ատելությունը, այն քարը, որը նետում են քո ուղղությամբ, և այն չնետել հետ, այլ վերափոխել, վերածել շինարարության, արարման։ Դա նշանակում էր վերցնել Տիգրանի ագրեսիան, նրա ավերելու մոլուցքը և այդ կործանարար ուժն ուղղել դեպի ստեղծագործություն։ Մյուս թուշը դարձնելը նվաստացում ընդունելը չէր։ Դա թշնամուն զինաթափելու ամենահզոր միջոցն էր։ Երբ քեզ ապտակում են, և դու մյուս թուշն ես դարձնում, դու ասում ես. «Քո հարվածն ինձ վրա իշխանություն չունի, դու չես կարող ինձ ներքաշել քո ատելության խաղի մեջ, ես խաղում եմ այլ կանոններով»։ Դա ուժի, ոչ թե թուլության դրսևորում էր։ Գևորգը հասկացավ, որ իր բոլոր նախորդ փորձերը մակերեսային էին։ Նա փորձում էր կիրառել Աստծո պատվիրանը, օգտագործելով մարդկային տրամաբանությունը։ Նա նվեր տվեց Տիգրանին, ենթագիտակցորեն սպասելով փոխադարձ բարության։ Նա հանդուրժում էր հանրային նվաստացումը, հույս ունենալով, որ Աստված կմիջամտի և կպատժի մեղավորներին։ Բայց Քրիստոսի ճանապարհը բոլորովին այլ էր։ Այն ոչ թե արձագանքելու, այլ նախաձեռնելու ճանապարհ էր, ոչ թե պաշտպանվելու, այլ հարձակվելու, բայց ոչ թե ատելության, այլ ստեղծագործ սիրո զենքով։ Գևորգի աչքերը լցվեցին արցունքներով, առաջին անգամ ամիսների ընթացքում, բայց դրանք հուսահատության արցունքներ չէին, այլ ազատագրման և ցնծության։ Նա զգոց կարծես մի հսկայական բեռ ընկավ իր ուսերից։ Նա վերջապես հասկացել էր։ Նա մոտեցավ ծերվանականին, ով դեռ կանգնած էր մատուռի մոտ։ «Շնորհակալություն, Հայր Սուրբ», շշնջաց Գևորգը։ Ծերունին ժպտաց, կարծես հասկանալով ամեն ինչ առանց խոսքերի։ «Աստված քեզ հետ, որդիս, գնա և կառուցիր»։ Գևորգը գրեթե վազելով իջավ վանքից, նրա միտքն աշխատում էր աննախադեպ արագությամբ։ Նա արդեն գիտեր, թե ինչ պետք է անի։ Ծրագիրը պարզ էր, համարձակ և բացարձակապես անսպասելի։ Նա այլևս չէր պատրաստվում պաշտպանել իր արհեստանոցը, նա պատրաստվում էր կառուցել մի նոր բան, հենց Տիգրանի կործանարար էներգիայի հիմքի վրա։ Նա վերադարձավ Երևան ոչ թե որպես պարտված, այլ որպես հաղթանակած զինվոր, ով վերջապես գտել է իր ճշմարիտ զենքը։ Նա գիտեր, որ ճանապարհը դեռ դժվար է լինելու, բայց այժմ նրա սրտում վախի փոխարեն վճռականություն էր, իսկ կասկածի փոխարեն անսասան հավատք։ Նա պատրաստ էր ցույց տալու Տիգրանին, իր ընտանիքին և ամբողջ աշխարհին, թե ինչ է նշանակում իրականում սիրել թշնամուդ։ Գևորգը տուն վերադարձավ ոչ թե որպես փախստական, այլ որպես զորավար, ով գտել է իր հաղթանակի ծրագիրը։ Նրա քայլվածքը վստահ էր, իսկ աչքերում այնպիսի կրակ էր վառվում, որ ընտանիքի անդամները, հավաքվելով հյուրասենյակում, զարմացած նայում էին նրան։ Նրա դեմքից անհետացել էր վերջին շաբաթների տանջալից կասկածը, նա այլևս չէր տատանվում։ Նա հավաքեց բոլորին՝ կնոջը, Անահիտին, մորը, տիկին Վարդուհուն և եղբորը, Արմենին, ով եկել էր լսելով նրա վերադարձի մասին։ Գևորգը սպասեց մինչև բոլորը նստեն, ապա խորը շունչ քաշեց և հայտարարեց իր որոշման մասին։ «Ես գտա պատասխանը», ասաց նա հանգիստ, բայց ամուր ձայնով։ «Մենք այլևս չենք պաշտպանվելու։ Մենք չենք դատվելու, չենք բողոքելու և չենք փորձելու որևէ բան ապացուցել։ Մենք կառուցելու ենք»։ Արմենը քմծիծաղ տվեց։ «Կառուցել։ Ինչ ես կառուցելու, Գևորգ։ Քո գլխին տանի՞։ Մենք շաբաթից Տիգրանի տրակտորները այստեղ կլինեն»։ Գևորգը նայեց ուղիղ եղբոր աչքերի մեջ։ «Տիգրանը ուզում է քանդել մեր արհեստանոցը, որպեսզի իր համար շքեղ առանձնատուն կառուցի։ Շատ լավ։ Իսկ մենք, հենց նրա ապագա առանձնատան կողքին, մեր հողի վրա կվերականգնենք մեր պապի կառուցած հին կիսավեր մատուռը։
Մենք կվերցնենք այն քարերը, որոնք նա պատրաստվում է ավերել, եւ դրանցով կկառուցենք Աստծո տունը, անվճար, բոլորի համար։ Նա ուզում է այս վայրը դարձնել իր հարստության խորհրդանիշը, իսկ մենք այն կդարձնենք համայնքի աղոթքի վայր։ Նրա կործանարար ուժը մենք կվերածենք ստեղծագործ ուժի։ Սենյակում մի պահ մեռյալ լռություն տիրեց։ Արմենը նայում էր եղբորը, կարծես նա խելագարված լիներ։ «Դու լուրջ ես», վերջապես կարողացավ արտաբերել նա։ «Դու հասկանում ես, թե ինչ ես ասում։ Սա ինքնասպանություն է։ Դու նրան ավելի ես բարկացնելու, նա մեզ հողին կհավասարեցնի»։ Տիկին Վարդուհին անհանգիստ խաչակնքեց։ «Տղաս, գուցե պետք չէ, սա չափազանց վտանգավոր է»։ Բայց հետո խոսեց Անահիտը։ Նա ամբողջ ընթացքում լուր նայում էր ամուսնուն։ Նա տեսնում էր ոչ թե խելագարի, այլ մի մարդու, ով վերջապես գտել է իր ճանապարհն ու խաղաղությունը։ Նրա աչքերում այնպիսի հավատք ու վստահություն կար, որ վարակիչ էր։ Նա մոտեցավ Գևորգին, վերցրեց նրա ձեռքը եւ երկար ժամանակ անց առաջին անգամ նրա դեմքին ժպիտ հայտնվեց։ «Ես քեզ հետ եմ», ասաց նա պարզ ու հստակ։ Եթե սա է Աստծո կամքը, ուրեմն մենք կանենք դա, միասին։ Այդ խոսքերը շրջադարձային եղան։ Տիկին Վարդուհին, տեսնելով իր հարսի վճռականությունը, հոգոց հանեց եւ գլխով արեց։ Եթե Աստծո անունով եք անում, ուրեմն Աստված էլ կօգնի։ Միայն Արմենը մնաց անդրդվելի, նա գլուխը թափ տվեց։ Դուք բոլորդ խելագարվել եք, ես այս խաղերին չեմ մասնակցում։ Երբ Տիգրանը գա, ինձ մի կանչեք։ Նա դուրս եկավ շրխկացնելով դուռը, բայց այս անգամ նրա հեռանալը ցավ չպատճառեց։ Ընտանիքի ներսում նոր դաշինք էր կնքվել, հիմնված ոչ թե վախի, այլ հավատքի վրա։ Հաջորդ առավոտ լուրը տարածվեց թաղամասով։ Գևորգը, Անահիտը եւ նրանց երիտասարդ աշակերտ Լևոնը սկսել էին մաքրել կիսավեր մատուղի տարածքը։ Սկզբում հարևանները հեռվից էին հետևում, անվստահությամբ եւ զարմանքով։ Շատերը մտածում էին, որ Գևորգը վերջնականապես կորցրել է բանականությունը, բայց հետո մոտեցավ կոշկակար մկրտիչը։ Նա երկար նայեց, թե ինչպես են նրանք աշխատում, ապա առանց մի խոսք ասելու վերցրեց մի բահ եւ սկսեց օգնել։ Նրա օրինակին հետևեց Անահիտ տատիկը, ով սկսեց հավաքել աղբը։ Ժամեր անց արդեն մի փոքրիկ խումբ էր հավաքվել։ Ոմանք քարեր էին տեղափոխում, մյուսները ջուր բերում, կանայք ուտելիք բերեցին։ Մթնոլորտը փոխվել էր։ Վախի եւ կասկածի փոխարեն օդում ոգևորություն եւ համայնքային ոգի էր տիրում։ Մարդիկ, ովքեր երեք երես էին թեքում Գևորգի ընտանիքից, այժմ աշխատում էին նրանց կողքին։ Նրանք հասկացել էին, որ սա պարզապես մի շինություն չէր, սա նրանց պատասխանն էր անարդարությանը, սա նրանց հավատքի դրսևորումն էր։ Երեկոյան հայր Արսենը եկավ։ Նա երկար ժամանակ լուր կանգնած էր դիտելով աշխատող մարդկանց։ Նրա դեմքին խաղաղ ժպիտ էր։ Նա մոտեցավ Գևորգին, ով քրտինքի մեջ կորած մի ծանր քար էր տեղափոխում։ «Դու գտար ճանապարհը, որդիս», ասաց նա։ «Դու հասկացար, որ Քրիստոսի սերը պասիվ զգացմունք չէ, այլ ակտիվ ստեղծագործ ուժ։ Դու վերցրիր քո թշնամու նետած քարը եւ այն դնում ես Աստծո տան հիմքում։ Սա է ամենամեծ հաղթանակը»։ Գևորգը նայեց շուրջը, իր կողքին աշխատող մարդկանց, իր կնոջը, ով ժպտում էր նրան, եւ զգաց անսահման երախտագիտություն։ Նա կորցրել էր իր եղբոր աջակցությունը, բայց գտել էր տասնյակ նոր եղբայրներ ու քույրեր։ Նա դեռ չգիտեր, թե ինչ կարձագանքի Տիգրանը, երբ տեսնի այս ամենը, բայց դա այլևս նշանակություն չուներ։ Պայքարը դադարել էր լինել նրա անձնական պայքարը։ Այն դարձել էր մի ամբողջ համայնքի պայքարը, հանուն հավատքի, արժանապատվության եւ ստեղծագործության։ Եվ այդ պայքարում նա այլևս մենակ չէր։ Վերջնաժամկետի օրը, շաբաթվա վերջին օրը, արևը հազիվ էր բարձրացել, երբ Գևորգի արհեստանոցի դիմաց հայտնվեցին Տիգրանի երկու սև ջիպերը։ Դրանցից դուրս եկան մոտ 1 տասնյակ մռայլ դեմքերով երիտասարդներ։ Նրանք տրակտորներ չէին բերել, նրանց զենքն այս անգամ հոգեբանական ճնշումն էր։ Մեքենաներից սկսեց հնչել ռաբիս երաժշտության խլացուցիչ ձայնը, որը նպատակ ունել պղծելու մատուռի շինարարության սուրբ մթնոլորտը։ Նրանք սկսեցին իրենց հետ բերած աղբի տոպրակները դատարկել հենց շինհրապարակի կողքին, ստեղծելով մի փոքրիկ գարշահոտ աղբանոց։ Նրանք չէին հարձակվում, բայց նրանց ներկայությունը, վիրավորական բացականչությունները եւ հեգնական ծիծաղը ավելի ծանր էին, քան ֆիզիկական հարվածը։ Գևորգի կողքին կանգնած սակավաթիվ կամավորները, Մկրտիչը, Լևոնը եւ մի քանի այլ հարևաններ լարվեցին։ Նրանց ձեռքերում բահերն ու քլունգները կարծես զենքի էին վերածվել։ Բայց Գևորգը հանգիստ էր։ Նա մոտեցավ նրանց։ «Ոչ մի սադրանքի չենք տրվելու», ասաց նա հստակ։ «Նրանք ուզում են, որ մենք կորցնենք ինքնատիրապետումը։ Մեր պատասխանը լինելու է ոչ թե խոսքը, այլ քարը։
Ամեն մի վիրավորանքի դիմաց մենք մեկ քար ավելի կդնենք պատի մեջ։ Ամեն մի բարձրացված դեցիբելի դիմաց մեր աղոթքն ավելի բարձր կհնչի մեր սրտերում։ Եվ սկսվեց մի անհավանական դիմակայություն։ Մի կողմից խվացուցիչ, ագրեսիվ երաժշտություն եւ վիրավորանքներ, մյուս կողմից մուրճի եւ սրբատաշ քարի ռիթմիկ հրվածները։ Տիգրանի մարդիկ ծաղրում էին, իսկ Գևորգն ու իր ընկերները լուր կենտրոնացած աշխատում էին, դնելով մատուռի հիմքի առաջին քարերը։ Գևորգը վերցնում էր այն քարերը, որոնք պատրաստվում էր օգտագործել իր իսկ արհեստանոցի համար, եւ դրանք դնում էր Աստծո տան հիմքում։ Յուրաքանչյուր քարը, որը նա դնում էր, ոչ թե պարզապես շինանյութ էր, այլ պատասխան, աղոթք, հավատքի դրսևորում։ Նա վերցնում էր Տիգրանի ատելության էներգիան եւ այն վերածում էր ստեղծագործության։ Տեսարանն այնքան անսովոր էր, որ շուտով սկսեց գրավել անցորդների ուշադրությունը։ Մարդիկ կանգ էին առնում, զարմացած հետևում այս լուռ պայքարին։ Սկզբում նրանք վախենում էին մոտենալ, տեսնելով Տիգրանի թիկնապահներին։ Բայց Գևորգի եւ նրա ընկերների անսասան հանգստությունն ու վճռականությունը սկսեցին իրենց գործն անել։ Առաջինը համարձակվեց մի երիտասարդ ուսանող, ով անցնում էր մոտակայքով։ Նա մի պահ հետևեց, ապա առանց մի խոսք ասելու վերարկուն հանեց, թևերը քշտեց եւ վերցրեց մի քար, օգնելով մկրտիչին։ Նրա օրինակը վարակիչ եղավ։ Մի կին ջուր բերեց աշխատողների համար։ Մի խումբ երիտասարդներ, ովքեր սկզբում հեգնանքով էին նայում, միացան աղբը հավաքելուն, որը թափել էին Տիգրանի մարդիկ։ Ժամեր անց փոքրիկ շին հրապարակը վերածվել էր մարդաշատ վայրի։ Տասնյակ մարդիկ, երիտասարդ ու ծեր, տղամարդիկ ու կանայք միացել էին շինարարությանը։ Նրանք բոլորը հասկացել էին, որ սա պարզապես հողի կտորի համար պայքար չէ։ Սա պայքար էր արժանապատվության, հավատքի եւ համայնքի ոգու համար։ Տիգրանի մարդիկ, ովքեր եկել էին վախեցնելու մի բուռ մարդկանց, այժմ իրանք էին հայտնվել փոքրամասնության մեջ, շրջապատված տասնյակ վճռական դեմքերով։ Նրանց երաժշտությունն այլևս չէր լսվում մարդկանց աշխատանքի եւ ոգևորված խոսակցությունների աղմուկի մեջ։ Նրանց ագրեսիան բախվել էր մի ուժի, որը չէր կարող հաղթել՝ ստեղծագործ սիրո ուժին։ Այդ օրը Տիգրանը չեկավ։ Նա իր գրասենյակից հետևում էր իրադարձություններին, իր օգնականի զեկույցների միջոցով։ Նա չէր կարողանում հավատալ իր լսածին։ Նրա պլանը, որը հիմնված էր ուժի եւ վախի վրա, ձախողվել էր։ Գևորգը ոչ միայն չէր կոտրվել, այլև կարողացել էր իր դեմ համախմբել մի ամբողջ համայնք։ Երեկոյան, երբ Տիգրանի մարդիկ անսլավնել հեռացան, շինհրապարակում տոնական տրամադրություն էր։ Մատուղի պատերն արդեն մի քանի շարք բարձրացել էին։ Մարդիկ կրակ վառեցին, կիթառ էին նվագում, երգում։ Գևորգը կանգնած էր մի կողմ, նայելով այս տեսարանին։ Նրա կողքին կանգնած էր Անահիտը։ «Դու արեցիր դա», շշնջաց կինը, գլուխը դնելով նրա ուսին։ «Դու ցույց տվեցիր բոլորին, որ սերը ատելությունից ուժեղ է»։ Գևորգը ժպատաց. «Ոչ թե ես, այլ մենք, եւ ոչ թե մենք, այլ Աստված մեր միջոցով»։ Հեռվում ստվերների մեջ կանգնած էր մի մարդ, ով հետևում էր այս ամենին։ Դա Արմենն էր։ Նա չմոտեցավ, բայց նրա դեմքին այլևս հեգնանք չկար։ Նրա հայացքում շփոթություն էր եւ գուցե հիացմունքի առաջին նշույլները։ Գևորգը գիտեր, որ սա միայն առաջին ճակատամարտն էր։ Պատերազմը դեռ առջևում էր, բայց այդ գիշեր, նայելով իր կողքին համախմբված մարդկանց, նա գիտեր, որ ինչ էլ լինի, ինքն այլևս երբեք մենակ չի լինի։ Հաջորդ առավոտ, երբ մատուրի պատերն արդեն հասնում էին մարդու հասակին, շինհրապարակում հայտնվեց Տիգրանը։ Այս անգամ նա մենակ էր, առանց թիկնապահների եւ մեքենաների շքախմբի։ Նա կանգնեցրեց իր մեքենան հեռվում եւ դանդաղ քայլերով մոտեցավ։ Շինարարության աղմուկը դադարեց, բոլորը սառեցին, սպասելով պայթյունի։ Տասնյակ զույգ աչքեր ուղղված էին նրան։ Տիգրանի դեմքը քարի պես անթափանց էր, բայց նրա սեղմված բռունցքները մատնում էին ներքին փոթորիկը։ Նա եկել էր վերջնականապես լուծելու այս հարցը, ջախջախելու այս անհնազանդ վարպետին, ով համարձակվել էր մարտահրավեր նետել իրեն։ Նա ուղիղ քայլեց դեպի Գևորգը, ով կանգնած էր կիսակառույց պատի մոտ, ձեռքին սրբատաշ քար։ Նրանց միջև ընդամենը մի քանի քայլ էր մնացել, երբ Գևորգը խախտեց լռությունը։ Նա չբղավեց, չսպառնաց։ Նա արեց մի բան, որը ոչ ոք, առավել ևս Տիգրանը, չէր սպասում։ Նա մի քայլ առաջ արեց, նայեց ուղիղ Տիգրանի աչքերի մեջ եւ նրա ձայնը հնչեց հանգիստ ու պարզ. «Այս մատուռը կրելու է քո ծնողների, Հովանեսի եւ Մարիամի անունը։ Ես իմացա, որ նրանք բարի ու հավատացյալ մարդիկ են եղել։ Սա նրանց հիշատակին է լինելու»։ Եվ նա իր ձեռքի փոքրիկ, գեղեցիկ մշակված քարը մեկնեց Տիգրանին։ Այդ քարի վրա փորագրված էր խաչ եւ երկու անուն՝ Հովանես, Մարիամ։
Այդ պահին տեղի ունեցավ անհավանականը։ Տիգրանի դեմքի երկաթե դիմակը ճաք տվեց։ Նրա աչքերում մի ակնթարթ երևաց ոչ թե զայրույթ, այլ ցավ, կորուստ եւ գուցե մանկության հիշողություն։ Նրա ձեռքը դողալով բարձրացավ եւ վերցրեց քարը։ Նա նայեց քարին, հետո Գևորգին, հետո կիսակառույց մատուռին։ Նրա շուրթերը շարժվեցին, կարծես ուզում էր ինչ-որ բան ասել, բայց ոչ մի ձայն դուրս չեկավ։ Նա մի քանի վայրկյան կանգնեց այդպես, քարը սեղմած ափի մեջ, ապա առանց մի խոսք ասելու կտրուկ շրջվեց եւ արագ քայլերով հեռացավ։ Նա նստեց իր մեքենան եւ սլացավ, հետևում թողնելով ցնցված մարդկանց եւ մի հարց, որի պատասխանը ոչ ոք չգիտեր։ Մի քանի ամիս անց Սուրբ Հովանես եւ Մարիամ մատուռն արդեն ավարտված էր։ Այն փոքրիկ էր, բայց լի լույսով ու ջերմությամբ։ Նրա ոցման արարողությանը եկել էր ողջ թաղամասը։ Գևորգի արհեստանոցը ոչ միայն չէր քանդվել, այլև ծաղկում էր։ Պատվերները գալիս էին ամբողջ Հայաստանից։ Մարդիկ ուզում էին խաչքար այն վարպետից, ով կարողացել էր քարով հաղթել բռնությանը։ Բայց ամենամեծ փոփոխությունը տեղի էր ունեցել մարդկանց սրտերում։ Արմենը վերադարձել էր։ Մի օր նա պարզապես եկավ արհեստանոց, վերցրեց գործիքները եւ լուր սկսեց աշխատել եղբոր կողքին։ Նրա լռության մեջ կար ավելի շատ ներողություն եւ հարգանք, քան որևէ բառ կարող էր արտահայտել։ Հարևանների միջև կապերն ամրացել էին։ Նրանք այլևս պարզապես հարևաններ չէին, այլ մի ընտանիք, միավորված ընդհանուր գործով եւ հավատքով։ Տիգրանից այլևս լուր չկար։ Լուրեր էին պտտվում, որ նա վաճառել է իր բիզնեսի մի մասը եւ զբաղվում է բարեգործությամբ, բայց ոչ ոք հստակ չգիտեր։ Նա պարզապես անհետացել էր, իր հետ տանելով իր պարտության եւ գուցե իր փրկության գաղտնիքը։ Սիրելի բարեկամներ, Գևորգի պատմությունը ցույց է տալիս, որ Քրիստոսի խորհուրդը՝ սիրեցեք ձեր թշնամիներին, ոչ թե անիրագործելի իդեալ է, այլ ամենահզոր եւ գործնական զենքը, որը տրված է մեզ։ Այն պահանջում է անհավանական քաջություն, հավատք եւ ստեղծագործ միտք։ Այն մեզ սովորեցնում է չարիքին պատասխանել ոչ թե չարիքով, այլ այն վերափոխել բարու։ Այսօր մենք տեսանք, թե ինչպես մի մարդ, զինված միայն իր հավատքով եւ քարտաշի մուրչով, կարողացավ կանգնեցնել բուլդոզերները եւ հալեցնել սառցե սրտերը։ Նա ցույց տվեց, որ իրական ուժը ոչ թե քանդելու, այլ կառուցելու մեջ է։ Իսկ դուք, սիրելի եղբայրներ եւ քույրեր, ինչպես կկիրառեիք Հիսուսի այս խորհուրդը ձեր կյանքում, կիսվեք ձեր մտքերով մեկնաբանություններում։ Եկեք միասին սովորենք կիրառել մեր Տիրոջ իմաստությունը մեր առօրյա կյանքում եւ վերափոխենք մեր շուրջը եղած աշխարհը։ Շնորհակալություն ուշադրության համար։ Թող Տիրոջ խաղաղությունը լինի բոլորիս հետ։ Ամեն։